Ճշմարտության 33 թեմաներից պետք է նայենք 16-րդ թեմա, որը կոչվում է փառավորում։ Փառավորում թեման մենք կուսումնասիրենք 4 բաժիններով։ Նախ առաջինը ինչ է նշանակում փառավորում, երկրորդը Աստծո ծրագիրը կապված մարդու փառավորման հետ, երրորդը փառավորման ընդունումը մարդու կողմից եւ չորրորդը փառավորման վարդապետության գործնական արդյունքներ, այսինքն ինչ օգուտներ կարող է տալ, երբ որ մենք ձեռք ենք բերում գիտություն այս թեմայից։ Թեմա ենք ասում, բայց սա պահանջ է, կարիք է, որ Աստված դրել է իր եկեղեցու համար։ Այսինքն երբ որ մենք իմանում ենք Աստծո այս ծրագիրը ինչ հետևանք կունենա, այսինքն վերջում դրա մասին խոսենք։ Նախ փառավորում կամ փառք արտահայտությունը ինչ իմաստ ունի։ Եթե մարդու համար մենք ասում ենք փառավոր մարդ կամ փառավոր գործ ունեցող մարդ, մենք նկատի ունենք երկու իմաստ։ Նախ մարդու հետ կապված, որ մարդու համար փառքը երկու կողմ ունի։ Այսինքն մարդը կարող է ունենալ փառավոր դիրք եւ կարող է ունենալ փառավոր վիճակ։ Ճիշտ սրբացման նման։ Որ մենք ասում ենք սուրբ դիրք, սուրբ վիճակ։ Նմանապես փառավորումը ունի երկու կողմ, այսինքն դիրքի հետ է կապված եւ վիճակի հետ է կապված։ Նախ ո՞րն է փառավոր դիրքը, որ օրինակ թագավոր աշխարհում փառավոր դիրքի մեջ է, չէ՞։ Կամ տարբեր պաշտոններ կան, որ փառավոր դիրք ունեն։ Մարդը փառավոր դիրքի մեջ է կանգնում, այսինքն այդ փառավոր դիրքը կապված է իշխանության հետ, տիրության հետ, իր կարողությունների, այսինքն պաշտոնական կարողությունների հետ է կապված, որ փառավոր մարդ է, ասում եմ սա։ Այսինքն մենք տարբեր ենք իրարից, փառավոր դիրքը եւ վիճակը։ Փառավոր դիրքը կապված է հիմնականում իր պաշտոնական մեծության հետ։ Գուցե պաշտոնավոր չլինի, բայց թագավորի ընտանիքի անդամ է, այսպես հատուկ փառքի մեջ է ժողովուրդ հատուկ վերաբերմունք է ցույց տալիս, այսինքն մեծ հնարավորություն ունի։ Արդեն ես չեմ շեշտում ինչ պաշտոններում հնարավոր է լինի մարդը փառավոր, թագավորը միայն շեշտեցի, բայց շատ պաշտոններ կան, որ մարդուն ոնց ասած բարձրացնում են, փառավորում են, մեծացնում են։ Սակայն վիճակի հետ կապված, որ մենք ասում փառավոր վիճակ ունի, արդեն իր անձի մեջ է, կարելի ասել, անձի վրա է, ոչ թե ծառայության հետ կամ գործի հետ է կապված։ Օրինակ մեկին ասում են առողջ է։ Առողջությունը այս փառավոր մի հատ վիճակ է, որ մարդը ունի։ Չէ՞, դες մարդիկ ասում են օրինակ ես հիվանդացել եմ, ասում են քոնը փառք է։ Քո հիվանդությունը շատ ծանր չի, թե բանը դա փառքի մեջ է։ Կամ մեկը գեղեցիկ է։ Տանում են, տեսնում եք, աշխարհում ինչ են անում, մարդկանց ցույց են տալիս, թե ով ավելի փառավոր գեղեցկության կողմից։ Մյուսը ով է փառավոր ֆիզիկական ուժ ունենալուց, չէ՞։ Մյուսը փառավոր վիճակ ունի, ասենք իրենում իմաստություն կա, գիտություն կա։ Տարբեր սպորտներ կան, որ ցույց են տալիս մարդու տարբեր կողմերը, չէ՞։ Շախմատը, ասենք, իմաստությունն է ցույց տալիս։ Սակայն ես ուզում եմ երկրորդ բաժնին անցնենք Աստծո ծրագիրը կապված մարդու փառավորման հետ։ Այսինքն Աստված այս ծրագիրը ունի, թե չունի կամ ինչ հարցերում ունի։ Օրինակ, երբ որ կարդում ես Աստվածաշունչը, այն սկզբից չէ, արդեն այդ համարները չեմ կարդում, որ Աստված հատուկ մի փառավոր դիրք տվեց մարդուն, որ բոլոր արարածների միջից մարդու համար ասում, մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդ։ Այսինքն, հենց մարդու արարչագործության հետ կապված մարդ արդեն փառավոր դիրքի մեջ տրվեց։ Կամ Եսայի 43:7-ում Տերը խոսում է, ասում է բոլոր իմ անով կանչվածներին, որոնց ստեղծել եմ իմ փառքի համար, նրանց կազմեցի եւ արիել։ Այսինքն Աստված հենց արարչագործության սկզբից մարդու հետ կապված ծրագիր ուներ հենց փառավոր դիրքի մեջ տնելու։ Նաեւ վիճակ իհարկե, բայց առաջինը փառքի հետ կապված առաջին դիրքն է։ Դրվում են փառավոր դիրքի մեջ, նոր վիճակը պետք է փառքից փառքի գնա։ Այո, մարդը երբ որ ստեղծվեց, Աստծո պատկերով ստեղծվեց։ Նա ստեղծվեց որպես մարդ, ինչպես որ երեխան ծնվում է, կատարյալ մարդ է, բայց սակայն այդ երեխային աճ է պետք։ Նմանապես Աստված թե մարդուն կատարյալ ստեղծեց, բայց Աստծո նմանության մեջ աճելու
ծրագիր կա, որ նա աճի նմանվի Աստծուն։ Այսինքն Աստծուն նման էր, բայց այդ նմանության մեջ պետք է աճեր։ Նմանապես փառքի հարցում Աստված ստեղծեց փառավոր մարդուն, սակայն մարդը պետք է աճեր այդ փառքի մեջ։ Հովանու 17:22-ում էլ Տերը իր աղոթքի մեջ Հայր Աստծու աղոթելով այս խոսքն ասում է. «Եվ ես այն փառքը, որ ինձ տվի, նրանց տվի, որ մեկն են, ինչպես մենք էլ մեկ ենք»։ Տերը Հայր Աստծուն աղոթք անում եւ աղոթում է իրեն հավատացողների համար, նաեւ այս խոսքն ասում. «Այն փառքը, Հայր, որ ինձ տվի, ես էլ նրանց տվի, որ նրանք մեկ լինեն, ինչպես մենք մեկ ենք», չէ՞։ Այսինքն թեւելի համարներ կա, կարդամ այս կարդացած համարներից էլ մենք արդեն տեսնում ենք, որ Աստված մարդու հանդեպ լավ է տրամադրված։ Փառավորման ծրագիր ունի, այսինքն փառավորելու ծրագիր ունի, մարդուն փառքի մեջ արդեն դրել է, եթե մարդը հասկանա ընդունի։ Նաև այդ փառքի մեջ մեծացնելու, ավելի փառավորելու ծրագիր ունի։ Շատ ժամանակ մարդը կարող առօրյա փոքր բաներից կոտրվի եւ հենց Աստծոս կարևոր ծրագիրը մոռանա, բայց այդ կապ չունի։ Գան ու կանցնեն դժվարությունները այս երկրի վրա, սակայն դու չպետք է մոռանաս, որ Աստված քեզ փառավորելու, մեծացնելու, մեծարելու ծրագիր ունի։ Նաև Թեսալոնիկեցիների 2-րդ 2:13-ում ինչ ասում Աստված մեզ կանչել է իր փառքին։ Էլի հիշեցնում եմ կանչ թեմայի հետ կապված մենք խոսել ենք, այս մասի շեշտել ենք։ Այսօր շատ կանչեր կան։ Մեկը կանչում է քեզ, որ գնաս իր առևտուրն անես, մյուսը կանչում է քեզ, որ գնաս իր տան գործն անես, օրինակ։ Մեկը կանչում է ծառայության, մյուսը կանչում է տարբեր նպատակներով, բայց Աստված մեզ կանչում է նաև նպատակը, որ միասնական է։ Ճիշտ է, մենք ասում ենք, Աստված մեզ կանչել է հավիտենական կյանք տալու, բայց ոչ թե միայն սովորական ապրելու, այլ փառավոր լինելու։ Այդ հավիտենության մեջ փառավոր լինելու։ Փառքի է կանչել Աստված մեզ։ Տերը փառավորվի է, իրոք փառք Աստծուն, որ մարդու հետ կապված այսպիսի ծրագիր ունի, եւ այս հարցում Տերը գործը վերցել է իր վրա, նա է այդ փառքին հասցնելու, ուղղակի մեզ պետք է հնազանդվել այն ցուցումները, որ Աստված ասել է, ինչպես մենք պետք է նստենք, վեր կենանք, այդպես պետք է լինի, որպեսզի Աստված իր գործը շարունակի։ Այսինքն ավելի պարզ ասեմ, մարդը իրավունք չունի այս հարցերում, ընդհանրապես Աստծո հետ կապված հարցերում մանավանդ իր կողմից մի բան ավելացնի կամ պակասեցնի։ Գուցե ավելացնի, ինքը խանգարի Աստծո ծրագրին։ Հակառակ, իբրև թե ավելի փառավոր լինելու համար գործանի, բայց իրեն փառքից զրկի։ Հենց այդպես խոսում է, չէ՞, Իսրայելի համար ասում է, որ Իսրայելը փափագում էր իր գործերով օրենքով արդարանալ, բայց այդպես էլ այդ արդարության չհասավ, որովհետև նա ոչ թե հավատքով էր ուզում, Աստծո հաշվին էր ուզում, հավատք ինչ է նշանակում։ Հավատք նշանակում է Աստծո հաշվին, իսկ օրենք նշանակում է քո հաշվին, այսինքն օրենքի գործեր կատարելով, օրենքի համեմատ, պահանջի համեմատ գործեր անելով, քո գործեր անելով հասնես, բայց հավատք նշանակում է ես հավատում եմ Աստծո արածին, Աստծո հաշվին եմ հասնելու։ Դրա համար հավատքը միշտ օրենքից մեծ է։ Մենք պետք է ուշադիր լինենք, մեզ չզրկենք փառքից մեր կողմից բաներ ավելացնելով, փոխելով կամ պակասեցնելով։ Մարդու մոտ կա փափակ փառավորվելու։ Օրինակ Աստված մարդու մեջ փափակ է դրել, չէ՞։ Կարիք է դրել հավատալու հնարավորություն է տրվել։ Հավատքը նրա համար որ մարդը ճշմարտությանը հավատա, բայց մարդիկ մեկը տեսնես ստին են հավատում։ Ճշմարտությունը կապված կլինի թե Աստծո ճշմարտության հետ, թե նաև օրինակ բարեկամ է, ծնողը ինչ է խոսում։ Ճիշտ է խոսում, բայց ցավալին սա է, չէ՞, շատ ժամանակ երեխան տեսնես իր ծնողին չի հավատում, ուրիշին կհավատա։ Եթե ծնողը ճիշտ բան ասում, կամ Աստծո հետ կապված Աստված ճշմարտություն է ասում, բայց մարդիկ կուրքերին են հավատում կամ դևերին են հավատում։ Այս հնարավորությունը Աստծո է, նմանապես փառքը։ Փոքր երեխան տեսնում ես ուզում է փառավորվել։ Ասենք փառավորելու ձևերից մեկը սա է։ Օրինակ ուզում են գովասանք լսեն իրենց մասին։ Մեծարվել կամ ասենք գեղեցկանալ, հա, ասենք հագնվելով կամ տարբեր ձևերով։ Փաստորեն մեր կյանքը մեզ ցույց է տալիս, որ այո, մարդու մեջ կա այդ փափագը։
Սակայն մարդը այդ փափակը ճիշտ պետք է օգտագործի, ինչպես որ հավատքի համար ասեցի։ Հավատքու հնարություն կա, բայց հավատքը ճշմարտության վրա դիր։ Փառավորում պետք է քեզ, ասենք փառավորման ծրագիր կամ փափակ կա քեզ մեջ, բայց եթե սխալ օգտագործես, հակառակ քեզ կխայտառակես, ոչ թե կփառավորվես։ Տեր Հիսուսը դրա մասին խոսում է, ասելով կա աշխարհից փառք, այսինքն մարդկանց կողմից, որ սպասում կա Աստծո կողմից փառք։ Դրա համար մարդկանց կողմից փառքը Սուրբ Գիրքը նմանեցնում է խոտի ծաղիկի։ Պետրոս առաքյալը իր թղթում շեշտում է նաև ուրիշ տեղեր, հին կտակարանում էլ նման բաներ ասում է, ասենք առակած գրքում եւ տարբեր տեղերում։ Ասում է խոտը տեսնես կանանչեց եւ խոտի փառքը որն է։ Բույսի ծաղիկը։ Չէ, գեղեցկությունը։ Ծաղիկն է, բայց ասում է ինչ է կատարվում փոքր ժամանակի համար է։ Ծաղիկը թոր մշավ, ընկավ, նա փառքը կորա, վերջ։ Եվ խոտն էլ չորացավ, անգամ տեղն էլ չի հիշում։ Բայց Աստծո տված փառքը մնայուն է։ Եվ Տերը այո, որ ասացիք ծրագիր ունի մարդուն փառավորելու, սակայն շատերը սխալ են հասկանում, օրինակ Տերը որ ուզում է մարդուն ճշմարտության մեջ կանգնեցնի, սիրո մեջ, քաղցրության մեջ, փառության մեջ, օրինակ ասում է, եթե քեզ անիծում են դու օրհնիր, կամ մի երեսիդ խփում են մյուսը դեմ տուր, սիրի թշնամուտ, շատերը այս խոսքերից կարծում են, թե Աստված ուզում է մարդը նսեմ լինի, ցածր լինի, անարգված լինի։ Ոչ, Տերը դրանով հակառակ հենց ուզում է մեծարել մարդուն, մեծացնել։ Եվ երբ որ Տերը ասում է մի երեսիդ խփողի մյուսը դեմ տուր, հենց դες չի որ Տերը ասի անդադ թող այդ վիճակն, բայց Տեր կա պաշտպան։ Ոնց որ դու քո երեխային ասես, եթե քեզ խփի, դու գործ չունես, դու ոնց որ հանձնի ինձ, որտեվ գրված չէ, վրեժխնդրությունը Տեր ասում է իմս է, ինձ հանձնի։ Քո երեսին խփեցին, դու ինձ հանձնի, տես ես ինչ եմ անելու։ Բայց եթե դու ուզում ես դու այդ պատասխանը տաս, երկու անգամ պատասխան չի կարելի տալ։ Եթե դու տվիր, Աստված չի տա։ Այսինքն այդպես բան չկա, որ պատասխանատվություն չպահանջվի։ Պատասխան կտաս այդ մի ապտակի համար են։ Եվ շատ անգամ Աստված ոչ թե միայն սպասում է, որ մարդը մինչև դժոխք գնա, այլև երկրի վրա էլ է պատասխան տալիս իր զավակներին, վնասողներին, հարվածողներին կամ հայողներին։ Տերը պատասխան է տալիս։ Բայց մարդիկ կարծում են, թե դա անարգության համար է, եւ շատ ժամանակ որ ասես հավատացյալ, երբ մտածում են հավատացյալ, այսինքն անարգ մարդ, կարծես իրենց աչքի, որտեղ Տիրոջ ծրագիրը չգիտեն, բայց հավատացյալ, այսինքն փառավոր մարդ, Աստծո պատկերով մարդ, Աստծո տան անդամ, հավիտենական կյանքին եւ փառքին կանչված։ Այսինքն նսեմ ցածր կոչում չի, որ ձեր վրա կա, դրա համար թող Աստված ողորմություն անի, որ մենք ճիշտ հասկանանք եւ ճիշտ օգտագործենք։ Օրինակ Հովանու 5:44-ը ձեզ համար կարդամ, գրված այսպես, ասում է. Ինչպես կարող եք հավատալ, որ իրարից եք փառք առում եւ այն փառքը, որ միայն Աստծուց է չեք որոնում։ Ոմանք Հիսուսին չէին հավատում, կամ ասպիսի բան էլ է գրված։ Հեսա մի քիչ հետո կարդամ, ասում է շատերը հավատացին, բայց մարդկանց փառքն ավելի սիրեցին, քան Աստծո փառքը։ Տերը ասում է, ինչպես կարող եք հավատալ, որ դուք իրարից եք փառք փնտրում։ Եթե իրարից են փառք փնտրում, դա կխանգարի հավատքին անգամ։ Սա բացահայտում է։ Եթե մարդը մարդուց է փառք փնտրում, սա կխանգարի Հիսուսին հավատալուն։ Դա ասում է, դուք ինչպես կարող եք հավատալ, որ իրարից եք փառք փնտրում, բայց այն փառքը, այն մեծ փառքը չկա, որ Աստծուց չեք փնտրում։ Այսինքն Հիսուսը տեսեք ինչ է ասում։ Ինքը չի ասում, չի կարելի քեզ, որ դու փառք փնտրես։ Փնտրիր, սա հենց Աստծո ծրագիրն է, բայց ճիշտ տեղում փնտրիր փառքը։ Աստծուց հավիտենական փառքը փափագիր, ոչ թե ժամանակավոր, շատ ժամանակ է ստից են քեզ գովում։ Այսօր քեզ կփառավորի, նույն մարդը վաղը քեզ կանարգի։ Ումն է պետք սրանցից փառք փնտրել։ Ստիպված մարդը շատերը գիտես ինչպես են ուզում որ իրենց փառքը պահեն։ Անընդհատ իրենց վնասելով այն գովասանք տվողներին, այն իրենց փառաբանողներին լավություն միշտ անում են, որպեսզի կարողանան իրենց բերանի փառաբանությունը պահել, էնել էլի չի ստացվում։ Հնարավոր է հետևից ծիծաղան ասեն, այս հարիֆին գովում ենք, թալանում ենք։ Իր ունեցած շունեցած մեզ է տալիս, ինչա որ մի հատ բերանով փառավորություն, ասենք աշխարհիկ փառքը սուտ է։ Հնարավոր է մարդը ինչ անի,
մարդկանց փառք փնտրի, եթե մարդկանց փառք փնտրեց, Աստծո փառքից կզրկվի։ Նույն բանը բացատրեց Տերը, ասեց դուք սիրում եք մարդկանցից երևնակ, աղոթ քանեք երևնակ, ողորմություն անեք երևնակ, ծոմ պահեք երևնակ, կամ տարբեր գործեր անեք, որ մարդկանցից փառավորվեք։ Տերը ինչ ասեց, եթե դուք մարդկանցից երևնալու պատճառով ծոմ պահեք, աղոթ քանեք կամ ողորմություն անեք, ինչ-որ անեք, այդ դեպքում ինչ է, Աստծո փառքից կզրկվեք, վարձքից կզրկվեք, Աստված էլ ձեզ չի հատուցի ոչ մի բանի համար, որտեղ դուք մարդկանցից եք ուզում երևնալ, մարդկանց էլ երևացիք։ Այսինքն մի անգամ քո վարձը ստացա, երկրորդ անգամ ինչու քեզ վարձատրեն նույն գործի համար։ Հիմա նայած դու ինչ ես անում, գործ ես անում, այդ գործի համար ուզում ես մարդկանցից վարձ կառնես, թե Աստծուց։ Պետրոսը իր թղթում ասում է, առաջին թուղթ 1:24-ում գրված ասում է, որտեղ ամեն մարմնի խոտի պես եւ մարդու ամեն փառք ասում է խոտի ծաղիկի պես։ Խոտը չորացավ, ծաղիկը թափվեց։ Վերջ։ Աշխարհից եղող փառքը սա է, բայց Աստծուց եղած փառքը հավիտենական է։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն մենք ինչ տեսանք այս հատվածներից, շատ հատվածներ կան իհարկե, բայց բավական է։ Ինչ տեսանք, որ Աստված մարդու հետ կապված փառավորելու ծրագիր ունի մարդուն։ Փառքի մեջ տանելու, ոչ թե մեզ կանչել է ցածրացնելու, այլ բարձրացնելու։ Ոչ թե մեզ կանչել է նսեմացնելու, այլ փառավորելու։ Սա մեծ կարևոր նշանակություն է, որ Աստծո ծրագրի մեջ կա։ Մեկ գիտեք ինչ, հնարավոր է դուք չպատկերացնեք այս ծրագրի արժեքը, բայց միցես փոքր օրինակ բերեմ։ Մեկին սիրում ես, հարգում ես, հարազատ է, ինչ-որ մեկի երեխան է, կամ թեկուզ քո երեխան, ու դու նրա համար ծրագիր ես մշակում, քո սրտում կամ թեկուզ թղթի վրա ես սխալ չի։ Որոշում ես նրան դնես այս գործին, այն գործին ես անես, իր համար այն անես, մեկ էլ որ ինքը հանգարց իրեն արժանի ձևով չի պահում, դու էլ ասում ես, ես մտածել էի քեզ համար, գիտես ինչեր անելու, ասում փառավորելու, մեծարելու, հարստացնել, դա էլ փառք է։ Հարստությունն էլ ինքը փառք է հենց։ Եվ դու քեզ կարգին չպահեցիր, այսինքն զրկեցիր։ Հիմա մի քիչ կհասկանաս երևի Աստծուն էլի, եթե դու որոշել ես մեկին մեծացնես, փառավորես, արդեն պատկերացա առավել ես Աստված քեզ է այտենց ուզում մեծարել, փառավորել։ Իսկ Աստծո սրտի ցանկությունն է, հենց սկզբից այդ ծրագիրը դրեցել, դեռ մենք չկայինք, մարդուն ստեղծենք մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես։ Թեև այսպես փառքը ծրագիրը կա, բայց շատ ժամանակ մենք այնքան ենք այս աշխարհի հոգսերով տարված, որ չենք ուզում ուրախանանք։ Ունենալով մեծ խոստում, չէ՞, մեծ հնարավորություն, ծրագիր։ Մարդիկ հաճախակի ուրախանում են, որ ասենք օրինակ մեկն ու մեկ իր հարազատներից ծրագիր ունի, մի գործարան բացելու, քեզ էլ դնելու գործարանի ինժեներ, այդ փառավոր գործի մեջ, օրինակ, կամ տնօրեն։ Հույսը փայփայում ես եւ ուրախանում ես, որ շուտով այս մարդը սա է կատարելու, բայց առավել եւս հաստատ ծրագրող Աստված է։ Հնարավոր է մարդը չկարողանա իր ծրագիրը իրականացնել, բայց Աստված իրականացնում է։ Ոչ ոք չկա, որ Աստծո խանգարի իր ծրագիրը չիրականանա։ Աստված ձեզ պահապան։ Երրորդ բաժինը մենք կնայենք փառավորման ընդունումը մարդու կողմից։ Թեև Աստված ծրագրել է, սակայն մարդուն, հիշում եք, մարդու հետ կապված կամ տարբեր թեմաների մեջ մեկ ասենք, Աստված մարդուն ազատ կամք է տվել, անգամ բարիքը Աստված զորով չի տալիս, ուժով չի տալիս մարդուն։ Պատկերացրեք մի լավ կերակուր ես պատրաստել, քո հյուրին ուզում ես պատիվ տալ, չի ուզում ուտել։ Միթե քեզ թվում է լավություն արած կլնես, որ ստիպողական բերանը բացես լցես բերանը ուտելիքը կլինի։ Թեկուզ համով է, շատ թանկ կերակուր է, չգիտեմ ինչ է, բայց չի ուզում, ինչ ուզում է լինի։ Նմանապես թե Աստծո ծրագիրը փառավորման հետ կապված շատ մեծ փառք է, շատ մեծ օրհնություն է, սակայն եթե մարդը չընդունի, չի Աստված ստիպողական օրհնություն իրեն տա։ Մարդուն ասացինք, Աստված ստեղծել էր հենց փառավոր դիրքի մեջ։ Նաև վիճակն էր փառավոր, սակայն պետք է աճեր։
Մեղանչելով ինչ կատարեց, Աստծո խոսքը ասում է Հռոմեացիների 3:23 ամփոփում է այդ գործը մարդու չարության գործը եւ վնասը։ Ասում է ամենքը մեղանչեցին, Աստծո փառքիցը պակասված են։ Մեղքի պատճառով մարդիկ Աստծո փառքիցը պակասեցին։ Այն փառավոր ծրագիրը, որ Աստված ուներ, մեղքի պատճառով մարդը կորցրեց այդ հնարավորությունը, այդ դիքի մեջ մնալու կամ այդ վիճակի մեջ աճելու։ Սակայն մենք գիտենք, որ Աստված ինչ արեց, Աստված, որպեսզի մարդուն վերադարձնի այդ փառավոր դիքի եւ վիճակի մեջ, կատարեց մեղքերի թողության գործ, չէ՞։ Եվ մեղանչական բնության դատապարտություն։ Այնպիսի մի գործ արեց, որ մարդը ստանա մեղքերի թողություն, ազատվի մեղքից եւ մեղանչական ազդեցությունից եւ որ կարողանա նորից Աստծո ծրագրի մեջ գնա։ Դրա համար մենք ասել ենք տարբեր թեմաներում, որ թեև մարդը մեղանչեց, փառքից պակասեց, բայց Աստծո ծրագիրը չավերվեց։ Աստված Քրիստոսի խաչով վերականգնեց այդ ծրագրի մեջ մտնելու հնարավորությունը։ Ծրագրը մնացել էր, մարդը էլ չէր կարող մտնել, բայց վերադառնալու համար Աստված գործ կատարեց։ Մարդու վերադարձնի իրեն, վերադարձնի այդ ծրագրի մեջ, փառքի մեջ, հավիտենական փառքի մեջ։ Ուրեմն Հռոմեացիների 8:17-ում այսպես է գրած. մեզ համար խոսում է նախ Պողոս առաքյալը, որ դուք որդիք եք, Աստծո որդիք եք, վերստին ծնված եք, եւ եթե որդիք, ապա ժառանգներ, եւ Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարանքին կցորդեք, փառքին էլ մասնակից լինեք։ Ուրեմն Աստված այս փառքը ում համար է որոշել, նախ վերստին ծնվածների Աստծո որդիների համար է, ինչպես որ ժառանգությունն է որոշել Աստծո որդիների համար, այսինքն փառքը մտնում է ժառանգության մեջ։ Նրա չարչարանքին մասնակից եք, փառքին էլ մասնակից կլինեք։ Այսինքն ձեզ պետք չի նեղվեք։ Ճիշտ է, դժվար է, մարդը չի դիմանում, շատ ժամանակ պետք է Աստծուն աղաղակի, որ Աստված իրան օրհնի, սակայն ընդհանրապես սա է, որ մարդը իրավունք չունի խորը տրտմություն ապրելու, որ իբրև թե այս ինչ փորձանքեր եկավ գլխիս։ Սա փորձանք չի, օրհնություն է, եթե Քրիստոսի համար մարդը հալածվում է։ Եվ հենց դա է ասում, փառքին էլ մասնակից կլինեք։ Եվ Հռոմեացիների 8:29-30-ում գրված է, ասում է, որտեղ նրանց, որ առաջուց ճանաչեց Աստված, առաջուց էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանքից լինելու, որ նա անդրանիկ է լինի շատ եղբայրների մեջ, եւ որոնց որ սահմանեց, նրանց էլ կանչեց, եւ որոնց որ կանչեց, նրանց արդարացրեց, եւ որոնց որ արդարացրեց, նրանց փառավոր էլ արեց։ Ուրեմն Տերը փառքի է կանչել, բայց փառքի կատարելությունը ո՞րն է։ Քրիստոսի նմանությունը։ Որդու պատկերին կերպարանքից լինելու, որ նա անդրանիկն է, չէ՞, շատ եղբայրների մեջ, Աստծո զավակների մեջ։ Առաջ միածին էր, հիմա անդրանիկ է։ Արդեն միածին չէ Տերը։ Ուրեմն Տերը ձեզ օրհնի, մենք տեսնում ենք, այո, Աստված կանչել է Քրիստոսի նմանության։ Եվ սխալ ուսմունքներ կան, չէ՞ որ այսօր Հիսուսին նսեմացնում են։ Նրանք չեն զգում չար իրենց մեջ ինչ է դրել։ Քրիստոսին ցածրացնելով իրանք իրեն զրկում են փառքից նորից։ Եփեսացիների 1:19-22-ում էլ գրված է, ասում է. ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք, իր կարող զորության հաջողության պես, որ Քրիստոսումը գործադրեց նրան մեռների միջից հարուցանելով եւ իր աշկոմը նստեցրեց երկնավորներում, ամեն իշխանությունից եւ պետությունից, զորությունից եւ տերություններից վեր, որ ամեն անունից վեր է անվանվում, ոչ միայն այս աշխարհում, այլ նաեւ հանդերձալումը, եւ ամեն բան նազանդեց նրա ոտքերի տակ, եւ նրան գլուխ դրեց եկեղեցուն բոլոր բաների վրա, որը նրա մարմինը, այն լրումը, որ ամեն մեջ լցնում է։ Ուշադրություն դարձնում եք եկեղեցու փառավորումը, դուք եք եկեղեցի անդամները։ Աստված Հիսուսին փառավորեց, մեծացրեց, դրեց ամեն իշխանությունից, պետությունից, տիրությունից եւ ամեն անունից վեր, ամեն ինչից վեր դրեց եւ ասում են նրան գլուխ դրեց եկեղեցու։ Այսինքն այդ վեր լինելը եկեղեցու հետ միասին էր։ Քրիստոսին Պողոսը որ ուզում է քեզ ցույց տալ քո մեծությունը, տեսեք ինչ է անում։ Դու քո մեծությունը չես տեսնում, մինչև Քրիստոսի մեծությունը չտեսնես։ Դրա համար Պողոսը ցույց է տալիս Քրիստոսի մեծությունը, որ դու Քրիստոսով արդեն քեզ տեսնես։
Նորից Եփեսացիների 2:5-6 կարդամ ձեզ համար, ասում է, երբ որ մեռած եք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ, շնորհքով եք փրկված, նրա հետ մեզ հարուցանեց եւ նրա հետ մեզ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում։ Ուշացու դարձեք ինչ է կատարվում։ Մենք խոսում ենք փառավոր դիրքի մասին, չէ՞։ Քրիստոսին բարձրացրեց նախ Եփեսացիների առաջին գլխում ասում չէ։ Խոսում է Քրիստոսի դիրքի մասին առաջինը։ Քրիստոսը բարձրացավ ամեն ինչից վեր, տերություն, պետություն, իշխանություն, անուն եւ այլ։ Ինչ որ կա անվանված դες երկի մեջ, ասես երկնքի մեջ կամ երկրի վրա։ Ամեն ինչից վեր, այսինքն սա ցույց է տալիս Քրիստոսի դիրքը, եւ դուք եք Քրիստոսի մարմինի անդամներն եք։ Իսկ երկրորդ գլխում ինչ ցույց տվեց, որ մի ժամանակ դուք մեռած եք հանցանք, այսինքն ցածրացած եք, նսեմացած եք, վիճակով էլ ընկած եք։ Բայց ասում են նրա հետ մեզ հարուցանց եւ երկնավորներումը դրեց։ Ուշացու դարձեք պատահական բան չի խոսվում։ Չի ասում պիտի դնի։ Շատ կարևոր է քերականությունը։ Տեսեք ինչ ասում։ Բարձրացրեց երկնավորներումը նստեցրեց արդեն կատարված գործ Քրիստոս Հիսուսի հետ միասին Քրիստոսում նստեցրեց երկնավորներումը այսինքն սա ինչ է դիրքի մասին է քո դիրքը հաստատված է Աստծո մոտ Աստված քեզ արդեն իր գրքում այդ դիրքի մեջ է դրել Աստված քեզ համար փառք է որոշել եւ կատարել է այդ փառքի գծագիրը այդ դիրքի մեջ քեզ դրել է բայց ասեցիք վիճակի մեջ է պետք է հաստատվես Կողոսացիների 3:1-4 կարդամ որ ասեցի Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք ապա խնդրեցեք վերինները որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աշկոմը վերինները մտածեք եւ ոչ թե երկրի վրայինները որտեղ դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ բայց երբ որ Քրիստոսը մեր կյանքը կհայտնվի այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով ուշացու դարձեք կատարված գործ է ներկայացնում Աստված ձեզ Քրիստոսի հետ երկնավորներում է նստեցրել է ձեր կյանքը պահված է չի ասում պահվելու է պահված է Աստծո մեջ Քրիստոս Հիսուսում բայց երբ որ Քրիստոս ձեր կյանքը կհայտնվի դուք էլ կհայտնվեք փառքով շատ ժամանակ մարդիկ այո որ ասեցի մարդ փառքի փափագ ունի փառավորվելու փափագ ունի ուզում է փառավորվել մի շտապիր այդ փառավորելու ժամանակն էլ կգա երբ որ Քրիստոսը կհայտնվի այդ ժամանակ ասում եմ դուք էլ կհայտնվեք փառքով այդ ժամանակ ձեր փառքը ամբողջ տիեզերքը կտեսնի ոչ թե մենակ ձեր գյուղը կամ քաղաքը ուրեմն մենք փառավոր դիրքի մասին նայեցինք հիմա կնայենք փառավոր վիճակի մասին Աստված նաև ուզում է որ մարդը փառավոր վիճակ ունենա ոչ թե միայն դիրք ունենա այլ վիճակ Հարցը երբ որ Աստծո ծրագրի մեջ վերաբերում է փառքին, մենք տեսնում ենք խոսում է որպես կատարված գործ, չէ՞, Աստված դրեց, արդեն դրեց, չի ասում պիտի դնի։ Բայց երբ որ փառավոր վիճակին է հասնում թեման, տեսնում եք Սուրբ Գիրքը կոչ անում որ դու աճես, գնաս, լինես, ոնց ասած ներկայից դեպի ապագա շարունակվող գործ է, բայց դիրքը անցյալում կատարված գործ է։ Ուրեմն փառավոր վիճակի մեջ, այո, Աստված ուզում է մարդ ունենա փառավոր, ասես ասած, տեսք, առողջություն, կարողություն, իմաստություն, սրբություն եւ այլ։ Սակայն երբ որ մենք խոսում ենք վերստին ծնվածների համար է այդ փառավոր Աստծո փառքի մասին է խոսքը, իհարկե Աստված ամեն ինչն է փառքով է ստեղծել։ Ամեն ինչի մեջ փառք կա Աստծո գործերի մեջ, սակայն երբ որ խոսում ենք Աստծո տան մասին, սա հատուկ փառք է, աստվածային վիճակի կամ Քրիստոսի հետ մեկության մասին է խոսքը, որ ավելի բարձր փառք, քան որևէ տեղ այդ փառքը գոյություն ունի։ Ամեն ինչից վեր փառքի մասին է խոսքը։ Եվ մարդը հենց որ վերստին ծնվում է, ինստինկտիվ փառավոր դիրքի մեջ է։ Աստված ասիկը վերստին ծննդով մարդուն դնում է փառավոր դիրքի մեջ, որտեղ հենց վերստին ծնվելով նա ով է դառնում Աստծո որդի։ Հենց արդեն փառավոր դիրքում է ծնվել։ Աստծո ընտանիքում է ծնվել, Աստծո տան մեջ է ծնվել։ Բայց sense հարց կա, Աստված նախ
Փառավոր դիրքի մեջ է դնում մարդու նոր, ասենք այդ ծրագիրը կա, որ աճի փառավոր վիճակի մեջ։ Եթե մարդը փառավոր դիրքի մեջ չլինի, վիճակի մեջ չի կարող գնալ։ Օրինակ, ասենք պատկերացրեք sense երկրավոր օրինակ բերեմ, եթե մեկին չեն որոշել, օրինակ չի գործարանի տնօրեն լինի, ինչքան էլ ուզում եք ջանք անի, մեկը այդ տնօրենի վիճակի մեջ չի կարող բարձրանալ աճել։ Չէ՞։ Եթե մեկը չի որոշված, օրինակ ասոտան անդամ լինելու, իմաստ չունի, որ նա ձգտի, ասենք չի կարող աճել։ Ուրեմն դիրքը հիմք է, որպեսզի վիճակի մեջ մարդ առաջ գնա։ Դիրքն է հիմք տալիս, որ մարդը վիճակի մեջ առաջ գնա։ Եթե դիրքը չունի, դու չես կարող վիճակի մեջ առաջանալ։ Դրա համար փառավոր դիրքը հիմք հանդիսանում, որ դու փառավոր վիճակի մեջ գնաս, սակայն փոխկապակցված են։ Դիրքը հնարավորություն է տալիս վիճակին, որ վիճակի մեջ առաջ գնաս, սակայն եթե դու վիճակի մեջ էլ առաջ չգնաս, ասենք չաճես, քո փառավոր դիրքը կկորցնես։ Դիրք աճ վիճակ, եթե աճ չունի, դիրքը պետք է կորցնես։ Ուրեմն ուզում եմ մի քանի համարներ կարդալ, որ Տիրոջ խոսքը ասում է փառքից փառք պետք է գնա մարդը։ Ուրեմն երկրորդ Կորինթացիներին 3:18-ում գրած է, բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով նույն պատկերի նմանությամբ կերպարանափոխվում ենք, ասում է, փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ հոգուց։ Տեսնում եք, որ Աստված իր պատկերի մեջ փառքից փառք մարդուն աճեցնում է։ Նաև Եփեսացիների 5:26-27-ում եկեղեցու մասին է խոսքը, ասում է, որ Տերը նրան սրբե մաքրելով ջրի ավազանով, խոսքով, բութ ասում է խոսքով, որ իր առաջին փառավոր կանգնեցնե եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։ Ուշադրություն դարձնում եք, որ ասացի վիճակը որ լինի, բայց դիրքը արդեն կա, արդեն դրեց։ Աստված դրել է փառավոր դիրքի մեջ, նաև աշխատանք է տանում, որ եկեղեցի սուրբ ամբից անարատ կանգնեցնե իր առաջին փառավոր կանգնեցնե։ Այսինքն փառավոր դիրքը կա, նաև փառավոր վիճակի մեջ դու պետք է կանգնես։ Հիմիկվա որոշ հարցերի նման ասենք, չէ, հարցին արդեն այդ դիրքի մեջ նշանում են, հա, որպես հարց։ Բայց նաև մինչև հարսանիքը պատրաստում են առաջվա թագավորները առավել, չէ, տենց է, տեսնում ես, որ ասում է տարան հարսին, բայց երկար ժամանակ էր պահանջում, մինչև որ հարսին պատրաստեն, վիճակով, տեսքով, ամեն ինչի, որ թագավորի առաջ կանգնի։ Չէ՞։ Հիմա Քրիստոսի հարցն է այդպես։ Դիրքը որոշված է արդեն Քրիստոսի նշանածն է եկեղեցին, բայց նաև վիճակի մեջ աճում է մինչև Քրիստոսի գալուստ, որ փառավոր սուրբ ամբից կանգնեցնե իր առաջին, ասում է։ Ուրեմն, որ ասեցի, եթե վիճակով չաճի, դիրքն էլ կկորցնի։ Այդ Տիրոջ ասած, որ ասում է, ինչ որ ունի, եղածն էլ ձեռց կառնվի, ով որ չունի։ Այսինքն փառավոր դիրքը ունի, սուրբ վիճակը չունի, այն ինչ որ ունի, այսինքն փառավոր դիրքը ձեռց կառնվի։ Ուրեմն Հովհաննես 15:4-6-ն եմ ուզում կարդալ։ Կացեք ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղը իրենից չի կարող պտուղ բերել, եթե որդումը չմնա, այդպես էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը։ Նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որտեղ առանց ինձ չի կարող ոչինչ անել։ Եթե մեկը ինձանում չի մնում, նա դուրս կգցվի ինչպես ճյուղ եւ կչորանա եւ կժողեն նրան եւ կրակի մեջ են գցում եւ այրվում է։ Ուշադրություն դարձեք։ Սա դիրք ու վիճակը կա։ Դիրքը արդեն կա։ Քրիստոսի վրա հաստատված չէ, որպես ճյուղ, որ Քրիստոսի վրա է հաստատված։ Բայց ինչ ասում, այն ճյուղը, որ պտուղ է բերում, ավելի է մշակվում, ասիկա, որ ավելի լավ պտուղ բերի։ Դե գիտենք, պտուղը ինչ է, ասում է, հենց պտուղներից մեկը բարի գործերն են, ասում է, ձեր բարի գործը, ասիկ սուրբ վիճակն է, ձեր վիճակը, բարի գործը տեսնելով, փառավորում ձեր հորը, որ երկնքում է, չէ՞, Տերը տենց։ Ասում սկսում է պտուղ բերել, բայց եթե ասում է պտուղ չի բերում, թեև հաստատված կար ճյուղի վրա, դիրքը կար որդի վրա, ճյուղը հաստատված էր իր դիրքով, սակայն եթե վիճակ չունի, ասում է կտրվում է եւ կրակն է գցվում։ Ով ուզում է լինի, շատերը անուն են անում, թե վերստին ծնվածներին էլ երկրորդ մահ չկա, հակառակ սուրբ գիրքը խոսում է երկրորդ մահը։
Սա է երկրորդ մահը, որ կտրվան եւ գցվեցին։ Նաեւ Եփեսացիների 5:1 եւ 5:7 կարդամ ձեզ համար, արդ նմանով եղեք Աստծուն ինչպես սիրելի որդիներ։ Եվ 5-ից ասում է, որտեղ սա գիտենք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագակ, որ կռապաշտ է ժառանգություն չունի Քրիստոսի եւ Աստծո արքայությունում։ Ոչ ոք ձեզ չխաբե դատարկ խոսքերով, որտեղ այս պատճառով է Աստծո բարգությունը գալիս աննազանցան որդիների վրա։ Ուրեմն մասնակից մի լինեք նրանց։ Ուշադրություն դարձնում եք ինչ ասում։ Նախ կոչանում նմանող եղեք Աստծուն ինչպես սիրելի որդիներ։ Եվ հետո խոսում է, որ վատ վիճակ չունենաք, եթե վատ վիճակ ունենաք, ժառանգություն չեք ստանա։ Այսինքն վատ վիճակն է, այդտեղ շեշտում է, ասում է, ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է։ Բաժին չունի, ժառանգություն չունի Քրիստոսի եւ Աստծո թագավորությունումը։ Ուրեմն, այո, մարդուն կարող է վատ վիճակը զրկել հենց այդ դիրքից, այդ կոչումից, որի համար կանչվել էր։ Սա Սուրբ Գիրքն է ասում։ Էլ ինչ վարդապետություններ այս ճշմարտությունը կմերժեն, դուք իրանք չունեք նրանց լսելու։ Եթե լսեք այս խոսքը, ձեր մուրը ձեր հերես։ Աստված չի ասի, վայ, ոչինչ որ լսեցի, դու չէիր հնարել վարդապետությունը, ոչ թե միայն հնարողներն են մեղավոր, այլ այդ մեղք ընդունողներն են մեղանչում են մեղավորն։ Ուրեմն Տերը ձեզ պահի, որ դուք սուրբ վիճակի մեջ էլ ապրեք։ Ուրեմն ասում է փառավոր վիճակի մեջ աճելու համար փառավոր դիրք է պետք։ Փառավոր դիրքը պահելու համար փառավոր վիճակ է պետք։ Փոխկապակցված է որ ասի, այսինքն դրա մեջ պետք է աճեք։ Եվ այս փառքի մեջ աճելը իհարկե նորից կատարում է Քրիստոսի խաչի գործով, Քրիստոսի հաշվին 2 Կորինթացիների 3:18-ում գրված է։ Բայց մենք ամենքս որ ասես բաց երեսով տեսնում ենք Տիրոջ պատկերը, Տիրոջ փառքը, այսինքն մեր նշանաբանը, մեր էտալոնը, մեր չափանիշը Քրիստոսն է։ Քրիստոսի խաչով եւ Քրիստոսի նմանությամբ հասնում ենք կատարելության, վիճակի մեջ աճում ենք։ Առաջին Պետրոսի 4:14-ում գրած է, ասում է. եթե նախատվեք Քրիստոսի անունի համար, երանելի եք, որովհետև փառքի եւ Աստծո հոգին հանգչում է ձեզ վրա։ Նրանցից նա հայովում է, բայց ձեզանից փառավորվում է։ Ասում է, դա քեզանով փառավորվում է Աստված։ Նրանց կողմից հայովում է, քո կողմից փառավորվում է։ Սա հավասար է սա նորից, որ ասում է Քրիստոսի է չարչանքին մասնակից։ Եվ Աստված չի մոռանա, որ դու իր անունի համար, իր ավետարանի համար չարչարել ես։ Այո, մենք խոսում ենք փառավոր դիրքի, փառավոր վիճակի մասին, չէ՞։ Օրինակ ասում ենք սրբությունն էլ է փառք, առողջությունը փառք է, հարստությունը փառք է, կամ պաշտոնը փառք է, եւ փառքեն իրարից տարբեր են։ Նմանապես ասենք տարբեր պատճառներով դու տարբեր փառքեր ունես, բայց մեր ամենամեծ փառքը հենց ինքը Քրիստոսն է, Աստված է։ Երեմիայի 2:10-11-ում գրված է, որտեղ ասում է անցկացեք, ասում է գիտացնեք, կղզնեք եւ տեսեք, եւ մարդ ուղարկեցեք Կեդար եւ այդ տեղերը ցույց տալիս եւ լավ հասկացեք։ Եվ տեսեք, թե արդյոք մի այդպիսի բան եղած կա, թե արդյոք մի ազգ փոխել է իր աստվածներին, թեպետև նրանք աստվածներ չեն, բայց իմ ժողովուրդը փոխել է իր փառքը, մի այնպիսի բանով, որ օգուտ չունի։ Այսինքն այստեղ Աստված իրեն ներկայացնում է իր ժողովրդի փառքը։ Եթե ինձ փոխեն, ինձ փառքն են փոխել։ Սակայն այդ ժամանակներում մարդիկ դարերով հարատևում են իրենց պահպական կրոնների հավատքների մեջ, թեև ասում են նրանց աստվածները աստված չեն, բայց հավատարիմ են մնում։ Երանի թե ճշմարտության մեջ մարդիկ sense հավատարիմ մնան։ Սխալի մեջ են հավատարիմ մնում, որ օգուտ չունի։ Սակայն հարցը հիմնականում դա չէ, բայց սա է, որ Աստված, երբ որ իրեն թողնում ես, ասում է մարդը թողեց իր փառքը։ Քրիստոսը մեզ համար ասում է, ինչ եղավ, արդարություն, զորություն, սրբություն, նաև փառք։ Սակայն հնարավոր է հարց, արդյոք այդքան կարևոր էր այս փառավորման թեման, որ մտնի ճշմարտության 33 թեմաների մեջ։ Այո, կարևոր է, որովհետև ժողովրդական լեզվով ասած ձեր կաշվի վրա պետք է զգաք։ Ասում է փառավորման ծրագրի տեղեկությունը, գիտությունը մեզ օգնում է կյանքի դժվարությունների մեջ համբերել։ Չէ՞, վերջիվերջո գիտություն է, հույս է տալիս քեզ։ Դու գիտես ուր ես կանչված, դու գիտես ինչի ես կանչված։ Թեև դժվարություններ կան, շատ ժամանակ մարդը թուլանում է ինչու,
որտեղ չգիտի իրեն ինչ փառք է սպասվում, չգիտի իրեն ինչ ապագա է սպասվում։ Պատահական ոչ մեկը չի համբերի, ստի համար չի համբերի, որպես ինչ համբերի։ Բայց երբ որ գիտի խոստում կա, մարդ թեկուզ նեղության մեջ հույս ունի, որ այս օրերը կանցնեն եւ կգան այդ փառավոր օրերը, որ իրեն խոստացվել է։ Տերը ձեզ օրհնի։ Ուրեմն ուզում եմ կարդալ Հռոմեացիների 8:18-ը, որ խոսում է այդ մասին, որովհետեւ այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչանքները արժանի չեն Բաղդադելու այն գալիք փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի։ Պողոս առաքյալը ասում է, հիմա չարչարվում են, բոլորը չարչարվում են հավատքի համար։ Միշտ ճշմարտությունը հալածվում է, բայց հաղթում է։ Սակայն հարցը սա է, ասում է, այս օրերի չարչարանքը անհամեմատելի են, Բաղդադելի չեն, գալիք փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի։ Այսինքն, այնպիսի փառք է ստանալու, այնպիսի օրհնություն, որ անգամ կասես, այս փառքի համար չի չեր այս չարչարանքը։ Շատ ժանակ մարդիկ ասում են, չարչարվում ենք, օրինակ, ինչ-որ բան ստանալու համար, բայց արժեր այդքան չարչարվել, ես դետալը ձեռք բերելու, կամ այս գումարը ձեռք բերելու։ Բայց այս հարցում Պողոս ասում է, մեր չարչարանքը ոչ թե քիչ է, այլ քիչից էլ քիչ է, այսինքն համեմատելի էլ չէ, որ մենք դրանք համատենք, իբրև այսքան չարչարվեցինք, վերջում ես փառքը ստացանք։ Փառքը ավելի մեծ է։ Այդ ինչ պետք է անենք, ինչքան չարչարանք, որ հավիտենական փառք ձեռք բերենք։ Այսինքն նվեր է Տիրոջ ողորմությամբ։ Կողոսացիների 1:21-23-ներ կարդամ, ասում է. «Եվ ձեզ է, որ մի ժամանակ օտարացած եւ թշնամի եք մտքով չար գործերումը, հիմա հաշտեցրեց իր մստեղեն մարմնի մեջ Քրիստոսի մասին է խոսքը։ Իր մահի ձեռով, որ ձեզ սուրբ եւ անբիծ անարատ կանգնեցնե իր առաջին։ Եթե հավատքի մեջ հիմնված եւ հաստատ կենաք առանց շարժվելու ավետարանի այն հույսից է, որ լսեցիք, որ երկինքի տակ լինող բոլոր արածներին քարոզվեց, որին ես Պողոս պաշտոնյա եղա»։ Ուրեմն ինչ Աստված ինչ արեց, իր որդուն ուղարկեց, Հիսուսին ուղարկեց, Հիսուսը ասում է իր մսեղեն մարմնի մեջ հաշտեցրեց մեզ Աստծո հետ եւ խոսում է բոլոր այդ չարիքից ազատվելու մասին, մեղքից եւ այլ, սակայն ինչ է անում, որ իր խաչի գործով ասում է, որ ձեզ սուրբ անբիծ անարատ կանգնեցնե իր առաջին։ Այսինքն փառավորում հենց օդի միջից չի, նորից խաչի գործի հաշվին է, Քրիստոսի տանջանքի հաշվին է, չարչարանքի հաշվին է։ Նա այս գործ արեց, ասում է, հիմա հաշտեցեց իր մսեղեն մարմնի մեջ իր մահի ձեռով։ Խաչի գործով, այսինքն մահն է նկատի ունենք մեջը։ Իհարկե վերջում փառավոր հարություն, որ ձեզ սուրբ անբիծ անարատ կանգնեցնի։ Այսինքն եթե խաչի գործը չներ, այսպիսի գործ չէր պատահի, որ մենք սրբվենք անբիծ անարատ փառքի հասնենք։ Այդպես բան չկար։ Քրիստոսի հաշվին է եւ առաջին Թեսաղոնիկացի 5:22-24-ն էլ ասում է ամեն կերպ չար բանից հեռու մնացեք եւ ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անի բոլորին ձեր բոլոր հոգին, շունչը եւ մարմինը անարատ պահի մինչեւ Տեր Հիսուս Քրիստոսի գալը հավատարիմ է նա որ կանչեց եւ կանիել վերջում վստահեցում է հավատարիմ է նա որ ձեզ կանչեց եւ այս ծրագիրը ավարտին կհասցնել Այսինքն դիրքում դրել է վիճակի մեջ կտանի, բայց պայմանը ուշացու դարձեք ինչ անում։ Սուրբ անբիծ անարատ կանգնեցնի կողոսացնում, եթե կենաք հավատքի մեջ եւ հույսը չկորցնեք։ Տեսնում եք, ինչ է ձեզանց ուզում Աստված։ Դու քո հավատքը չկորցնես, հույսը չկորցնես։ Մնացած ինձ վրա։ Աստված ձեզ օրհնի, Աստված ձեզ պահապանի։ Արարիչ Աստված մարդու համար ծրագրել է, որ նրան հավատքի ձեռքով հասցնի Հիսուս Քրիստոսի փառքին, փառավոր դիրք եւ վիճակ նրան տալով։